հիմա վերադառնանք կրկին մեր բացօթյա հիանալի տաղավար, որտեղ էլ ունենալու ենք մի հիանալի զրույց ու պետք է շտապենք, որպեսզի ճանապարհենք փորձի մեր արտիստին։ Բա այսօր առավոտվանից այդքան ասում ենք ովքեր են ելույթ ունենալու, արդեն սիրով ներկայացնենք մեր շատ սիրված ու շատ պահանջված մի երգչի, մի ընկերոջ Սևակ Ամրոյանին։ Սևակ Ամրոյանն է մեզ մոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի, ես ուզում եի ասեի տաղավարը շատ սիրուն է։ Շատ սիրուն է նաև օդը, եղանակը, մարդիկ, չէ՞, ինչ լավն են։ Հետաքրքիր է, հեշտ համաձայնեցիր Սևակ։ Շատ։ Երբ որ առաջարկել ունեցար։ Անկեղծ ասեմ ուրախացա, որովհետև նախորդ տարիներին հետևել էի, չգիտեմ ես որ տարին է, երկրորդ, հա, 4-րդ, բայց միշտ հետևել եմ ու միշտ մտքիս կար մի օր կլինի, թե չէ։ Մանավանդ որ այս տարի որոշվեց, որ հենց այստեղ լինի ժողովրդական ավելի ազգային էլեմենտներով, շատ ուրախ եմ։ Հիանալի է։ Արդեն փորձերը մեկնարկել են համերգի բավականին երկար ժամանակ դուք պատրաստվում եք այս համերգին, մի փոքր պատմիր ինչպես ընթացավ այդ աշխատանքային process-ը։ Ընտիր, որովհետև հրաշալի երաժիշտներ են ընտրված, իհարկե Գարեգին Առաքելյանը պրոֆեսիոնալ երաժիշտ, որը ղեկավարում է խումբը։ Անկեղծ ասեմ ամեն ինչ սրտովս, հա, որովհետև թե երաժշտական մասը, թե երգիչները, ովքեր մասնակցում են, հիմնականում մեր ընկերներն են։ Մի ոլորտից ենք, նեղ ոլորտից, այսինքն ժողովրդական եւ ազգային։ Ինձ թվում է սիրուն միջոցառում է լինելու անպայման։ Փառատոնային համերգները մի փոքր տարբերվում են սովորական համերգներից, որովհետև հատկապես ֆեստիվալյանը առավել եւս տարբերվում է, որտեղ այդ էներգետիկան, ժողովրդի ողջավորությունը, ուրախությունը, ջերմությունը, որը միանշանակ փոխանցվում է արտիստներին եւ նաեւ արտիստներն իրենց հերթին կրկնապատիկն են փորձում փոխանցել, ինչ զգացողություն է, ինչով են տարբերվում սովորական համերգները նմանատիպ մեծ մասշտաբային փառատոնային համերգներից։ Եթե անկեղծ ուզում եի հիշեի փառատոնների այդպես շատ չեմ մասնակցել, իհարկե եղել են, բայց ինձ շատ է դուր գալիս բացօթյա եւ այսպիսի ավելի մասշտաբային, ինչպես ասացիք, համերգները, մանավանդ եկեք նշենք, որ Թալինում ենք եւ այստեղ վստահ եմ, որ ժողովուրդը ընդհանրապես մարզերում ինձ համար ժողովուրդը ավելի ջերմ է, ավելի մի տեսակ երևի կարոտով է սպասում, որովհետեւ ավելի քիչ է լինում, Երևանում ավելի շատ է միջոցառումները, դրա համար սպասումներս մեծ է, վստահ եմ շատ ջերմ է լինելու, իհարկե այդ մասշտաբն է ավելի տպավորեցնող է, որին մենք եւս իրանց պես ոգևորված սպասում ենք։ Քիչ առաջ նաև Թալինի համայնքի ղեկավարի հետ էինք զրուցում եւ առանձնահատկություն ունի այստեղ մշակութասեր հանդիսատեսը, լսարան, թալինցիները, մշեցիներ են, սասունցիներ եւ ել ավելի խստապահանջ են, երգացանկը ինչպես ընտրվեց։ Արդյոք այն երգերն են, որոնք վստահաբար բոլորը անգիր երգելու են ձեզ հետ։ Անպայման, ես համաձայն եմ, որ խստապահանջ են, որովհետև ես մեծացել եմ Պրոշյան գյուղում, որտեղ հիմնականում մեծ մասը սասունցիներ են, շատ մեծ մասը նաև Թալինից եկած, արմատներով էստեղից, եւ ինչ-որ չափով ծանոթ եմ ժողովրդին, նախասիրություններին, ու գիտեմ, որ շատ ավելի այսպես արմատական են, ավելի արմատներին գնացող են, դրա համար երգացանկն էլ փորձել ենք այնպիսի ընտրենք, որ ինչ-որ չափով իրենց ծանոթ երգեր լինեն, նաև այսպես մասնակից լինեն մեր երգին, երգենք, պարենք միասին, ինչու՞ չէ։ Իսկ կա հատուկ հենց մի երգ կամ գուցե երգեր, դա դուք կասեք, որ հենց տեղի բնակիչներին է այսպես կոնկրետ առնչվում։ Մի երգ։ Գուցե ինձ թվում է այդ ոլորտը։ Բայց մեկը, որը յուրահատուկ բան ու պատմություն ունի իր մեջ։ Ռուբեն ջան, անկեղծ ասած չեմ հիշի այս պահին։ Դե Յարխուշտան դա։ Հա, ես ուզում եի ասեի, այդ ավելի, եթե իմ երգերի մասին լինենք, հաստատ ավելի շատ Յարխուշտան, բայց մնացածը նմանատիպ թեմատիկայի մեջ մտող բոլոր երգերը վստահ եմ մեզնից լավ գիտեն, շատ դեպքերում։ Այսօրվա համերգը ֆեստիվալի իսկապես բացառիկ է, ազգային ժողովրդական երգն ու պարն է լինելու բեմում եւ հանդիսատեսի նաեւ մասնակցությունը վստահաբար, բայց բացի ֆեստիվալից իրականում մենք անդադար խոսում ենք, որ ժամանակակից տենդենսները այլ ուղղությամբ են գնում, այլ երաժշտություն է ավելի պահանջված դառնում, դա լավ է կամ վատ, դա մի այլ խնդիր է, բայց որն է գաղտնիքը, որ հատկապես վերջին շրջանում կրկին երիտասարդները գալիս են ժողովրդականին, ազգայինին, ունենալով նաև մեծ լսարան, վստահաբար զգացել եք այդ փոփոխությունը։ Ինձ թվում է գաղտնիք չկա առանձնապես, ես կարծում եմ, որ
ամեն ինչ պետք է լինի ոճային առումով։ Բոլոր երկրներում է սա նույնը, ես ինչքան որ ուսումնասիրում եմ, բոլոր երկրներում կա, այսինքն եւ իրանց ֆոլկը ունեն եւ այդ բայց հիմնականում իմ կարծիքով բոլոր երաժշտական ոճերի հիմքում հենց ֆոլկլորն է, այսինքն ամեն ինչ գալիս է այդտեղից եւ այդ ոնց էլ պատտվում ես, էլի գալիս ես արմատներին եւ դա բնական է, որովհետեւ մենք մեր ընտանիքում, մեր երեխաները այդ մշակույթի կրողն են։ Այսինքն դու եթե այդ միջավայրում ապրում ես, մեծանում ես, իմ կարծիքով դու դրա կրողն ես։ Թե արյան մեջ է այդ ամեն ինչը, թե դաստիարակության, թե երկրի, թե ամենուրեք մենք առնչվում ենք։ Դրա համար թող ամեն ինչ լինի, թող բոլոր ոճերը լինեն, բայց մենք չմոռանանք ու գնահատենք մեր ազգայինը։ Միանշանակ, ես վստահ եմ, որ երիտասարդությունը նաև ելնելով լսարանից, ոգևորությունից, հետևող նաև խմբերից, որ շատ է սերը ձեր արած աշխատանքների նկատմամբ, բայց հետաքրքիր է մեծերը չի լինում, որ ամբոստանում են։ Լավ է, դի գիտես, իմալա եղել է, ինչու՞ չէ, դա էլ կարա լինի։ Որ ժամանակակից է ավելի դառնում, որպեսզի ավելի համահունք բայց գիտեք, հասանելի ես երիտասարդներին։ մի հատ նուրբ գիծ կա, որը պետքա պահել, ես այդ քննադատությունն եմ ընդունում, բայց ոնց ասեմ, ազգայինից պետք չի շատ ծռվել, այսինքն դու կարաս մշակում անես, բայց մի հատ տեղ կա, որը չպետք է անցնես, դա ճաշակի երաժշտական գրագիտության մասին է խոսքը, եթե դա ունես, այդ սահմանը կարաս պահես, որպեսզի բոլորին այսինքն եւ երիտասարդությունը դա լսի այսօրվա ռիթմերով եւ նաեւ մեծահասակներին հաճելի լինի։ Ինձ թվում է այդ շատ կարեւոր է, բայց այդ թյուր կարծիք է, որ օրինակ միշտ լսում եմ երիտասարդները անտարբեր են, չէ, ավելի բան, բայց իրականում չկա տենց բան։ Մանավանդ ինչպես նշեցիք վերջի տարիներին, շատ մեծ է հետաքրքրությունը։ Ուղղակի պետքա պրոդուկտը որպես այդպեսին ճիշտ մատուցի ու որակով մատուցի, որ տեղ հասնի, թե չէ մնացածը վստահաբար ու նաև դա նպաստում է խոհանոցը իր հերթին նույնպես այն որ մենք համտեսում ենք հետաքրքիր է այսօր բացօթյա տեղային արտադրանքների տաղավարներ են լինելու կմասնակցեք արդյոք թե ոչ որտեղ շատ են սպասել կպտտվեմ մի հատ վստահ եմ այնտեղ համերգի ընթացքում վստահաբար շատերը սպասելու են նաև այնտեղ ես ուզում եի ասեի որ Ռուբենը ճիշտ բան ասեց ես այդ էի մտածում որ ուտելիքն էլ չէ երբ որ մենք ուտում ենք մենակ համը չի չէ տեսքն էլ է կարևոր այսինքն ինքը բուն ամբողջ պրոդուկտը կարող նույնը երգն է այսինքն ինքը չես կարող մենակ մի բաղադրիչ միանշանակ ճիշտ փաթեթավորում է պետք որ տեղ հասնի Երգից, պարից եւ երաժշտությունից ու իհարկե ֆեստիվալից դեռ խոսելու ենք։ Մենք շնորհակալ ենք անչափ Մենք Սևակին հայո շատ չզբաղացնենք որտեղ դա փորձ ունենք, չէ՞ այսօր։ Այսքան ճանապարհ եկել ենք։ Մենք դեռ հանդիպելու ենք այսօր։ Բայց այսօր փորձել ունենալու։ Փորձ ունենք, հիմա գնալու ենք փորձի, ընկերներին միանանք անպայման, հետո կպտտվենք ու կսպասենք բոլորին այստեղ։ Մենք երեկոյան նույնպես հանդիպելու ենք, մենք էլ ենք ձեր հետ լինելու, այնպես որ մենք էլ ենք անհամբեր երեկոյան մինչև մեր հանդիպումը ու նաև թանգարանների մասին էինք ուզում խոսել։ Շատերը ասում են, որ օրինակի համար այսօր առավոտ այդ թեմային անդրադարձանք, որ թե Թալինում ինչ կա։ Մեծ հաշվով բան չկա, բայց համաձայն ես արդյոք որ Թալինը դա թանգարան է բաց երկնքի տակ։ Ես այդպես չեմ ասի, բայց մեղավոր եմ, որ շատ տեղեկացվածություն չունեմ այստեղից, կփորձեմ սխալս ուղղեմ։ Օրինակ ամրոցը գիտեի, Դաշտալենի, բայց որ ասեմ շատ տեղեկացված եմ, չէ։ Պետք է մի հատ պտտվել, ուսումնասիրել, ճանաչել անպայման։ Սա հրաշալի հնարավորություն է շատերիս համար, ոչ միայն քեզ համար, շատերիս համար, որպեսզի մենք կարողանանք Թալինը այլ ուղղություններով եւ տեսանկյուններով նույնպես բացահայտենք ինքներս մեզ համար։ Բայց քանի որ այսօր աշխատանքի բերումով այդքան էլ շատ ժամանակ չի լինի ֆիզիկապես զբոսնել եւ բացահայտել թանգարանները, մենք ունենք այդ հնարավորությունը եւ մեր հեռուստադիտողների համար մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութի օգնությամբ բաց երկնքի տակ թանգարան Թալինում բացահայտել թանգարանները, որպեսզի գրի առնենք ու հետո գանք ինքներս այդ ամենը տեսնելու համար։ Ես ու Սևակն ենք շատ ուշադիր հետևելու տեսանյութին Անուշի կողմից։ Դու գիտեիր։ Հա, բայց կհետևեմ ձեզ։ Ինքն էլ կհետևի, մանեն էլ է մեզ հետ։ Մենք էլ կհետևենք, որպեսզի այո, այսօր ունենք հրաշալի հնարավորություն արդյոք բաց թողնենք եւ այդ պատմամշակութային եւ այդ ֆանտաստիկ վայրերը նույնպես այցելենք, իսկ հետո էլ արդեն ընկերներին կբերենք։ Այո, սպասում եմ։ Պայմանավորվեցինք։ Շնորհակալություն Սևակ, հաջողություն եք մաղթում, լավ ելույթ նաեւ երեխաներին։ Մեզ լավոր։ Մեզ բոլորիս տոնական բարձր տրամադրություն։